Կաթողիկոսի եղբոր որդուն Կորյուն Ներսիսյանին հրավիրել են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչություն ու հարցաքննել։ Մեզ ասած տեղեկությունների համաձայն վերջինիս հարցաքննությունը պայմանավորված է հայ առաքելական եկեղեցու հոգևորականների դեմ հարուցված քրեական վարույթներով։ Տեղեկությունները փորձեցին պարզել նրա փաստաբան Էմին Խաչատրյանից։ Վերջինս հաստատեց, որ Կորյուն Ներսիսյանը Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ՀԿԳ վարչությունում հրավիրվել եւ հարցաքննվել է, սակայն այլ մանրամասներ չի կարող հայտնել, քանի որ ստորագրել է նախաքննական գաղտնիքի տակ։ Նշենք, որ Շենգավիթ վարչական շրջանի դատախազի նախկին տեղակալ Կորյուն Ներսիսյանը տևական ժամանակ կալանքի տակ մնաց եւ վերջին ամիսների ընթացքում նրա խափանամիջոցը ըստ էության փոխվեց։ Ինչպես հայտնի է, 2022 թվականի հունիսի 11-ին Ազգային անվտանգության ծառայության կողմից Հայաստանի Հանրապետության դատախազության հետ համագործակցությամբ ձեռնարկված մեծածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ ԿՆ-ն հանդիսանալով պաշտոնատար անձ Արմավիրի մարզի առաջին այցանի ընդհանուր իրավասության դատանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ ՆԴ-ի նկատմամբ մեղմ պատիժ նշանակելուն նպաստելու համար պաշտոնական դիրքն օգտագործելով ԳԳ-ի եւ ՆԱԱ-ի օժանդակությամբ եւ միջնորդությամբ ՆԴ-ից ստացել է առանձնապես խոշոր չափերով 2.5 միլիոն ՀՀ դրամ կաշառք։ Կորյուն Ներսիսյանը չի ընդունում մեղադրանքը, իսկ ահա հակակոռուպցիոն դատարանում արդեն շուրջ 3 տարի է, ինչ գործը քննվում է։ Կորյուն Ներսիսյանը Գարեգին Բ-ի եղբոր որդին է, նրան եւս քննչական կոմիտեի ՀԿԳ վարչությունում հարցաքննել են։ Ինչով կավարտվի հարցաքննությունը, կհետևենք իրադարձությունների զարգացմանը։